Այսօրվա մեր իրականություն ինձ հաճախ հիշեցնում է իմ ամենասիրելի ֆիլմերից մեկի Մատրիցայի բովանդակությունը, որտեղ գլխավոր հերոսը ապրելով առօրյա կյանքով անգամ պատկերացում չունի, որ նա շրջապատված է պատրանքներով եւ որևէ աղերս չունի իրականության հետ։ How would you know the difference between the dream world and the real world? Եվ պատահական չէ, որ նրա բնակարանի համարը 101-ն է, որը համընկնում է Ջորջ Օրուելի 1984 գրքի 101 բնակարանի հետ, որը տանջանքների բնակարանն էր։ What was in room 101? Այսինքն մարդը, որը չունի պատկերացումներ իրականության եւ իսկության մասին, եւ որը սահմանափակվում է միայն առօրյայով չունենալով մեծ նպատակներ, կյանքը բնորոշում է որպես տանջանք։ Դրանից հետո գալիս է Մորֆեուսը, որը առաջարկում է երկու հապ։ Մի հաբը ընդունելով նա շարունակել է իր այդ կյանքը նույն առօրյայով, մյուս հաբը ընդունելով նա ճանաչելու է իսկությունը եւ կարողանալու է պայքարելով փոփոխել իրականությունը։ Այսօր մենք ապրում ենք նմանատիպ իրավիճակում, որտեղ խորքային պատրանքները մեզ պարտադրված են իշխանության եւ պառլամենտական ընդդիմության կողմից։ Հետևաբար, այսօր մեզնից յուրաքանչյուրը ունի այդ հնարավորությունը, կամ ընտրում է համակերպման հաբը, կամ ընտրում է պատասխանատվության հաբը եւ ճանաչում է իսկությունը միևնույն ժամանակ մարտահրավեր նետելով այս համակարգին։